Պարոն Դադունց, պարոն եք ավելացնելու, համեցեք։ Շնորհակալություն, ելույթում սկզբում անդրադառնամ պարոն Խաչատրյանի հարցին, որ ինձ հղվել էր, հարցնելով իմ կարծիքը, թե արդյոք օրենքները ընդունվում են կանխելու, կանխարգելելու համար, այո, այդպես է, եւ ի պատասխան դրա ես հատուկ բերեցի դեռևս 2006 թվականին ընդունված քրեական օրենսգրքի փոփոխությունը, որով մտցվեց ցեղասպանության հերքման հոդվածը եւ նշեցի, որ այն գրեթե նույնությամբ կրկնում է գործող օրենսգրքի հոդվածը։ Հիմա եթե դու կամ ձեր խմբակցությունը, որը նախագծի հեղինակն է, գտնում եք, որ օրենքները ընդունվում են կանխարգելման համար, եւ այն ժամանակ միտք չի եղել այդ հոդվածը փոխելու եւ հնարավոր ապագա վարքագիծը կանխելու մասին, հատկապես որ հենց այն ժամանակ, ինչպես օրինակ բերեց Տիկին Ղազարյանը, եղել են պաշտոնատար անձինք, որոնք պատրաստ են եղել հրաժարվել ցեղասպանության օրակարգից, այսինքն շարժարիտներ եղել են, բայց նման փոփոխություն օրակարգ չի բերվել։ Հետևաբար ստացվում է, որ ձեր նշած հանգամանքը այն ժամանակ հաշվի չի առնվել, որ օրենքները ընդունվում են կանխարգելելու համար։ Ամեն դեպքում, հարգելի գործընկերներ, ես ուզում եմ անդրադառնալ այն հանգամանքին, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ խոսքի ազատությունը կազմում է ժողովրդավարական հասարակության էական հիմքերից մեկը, եւ չմոռանանք նաեւ, որ դա մեր պետության ժողովրդավարական կարևոր արժեքներից մեկն է, հատկապես 2018 թվականի հեղափոխությունից հետո մեր կարևոր ձեռքբերումներից մեկը, եւ այս համատեքստում Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը նախատեսում է, որ այո, արտահայտվելու ազատությունը կարող է ենթարկվել բացառությունների, բայց դրանք այնուամենայնիվ պետք է խիստ մեկնաբանվեն, իսկ ցանկացած սահմանափակման անհրաժեշտությունը պետք է համոզիչ կերպով հիմնավորվի։ Եվ ինչպես պատկերավոր նշել է ՄԻԵԴ, հղում անելով մեկ այլ աղբյուրի, ցեղասպանության արդարացումը արտացոլվում է ոչ թե այն բանի հավաստման մեջ, որ տվյալ դեպքը ցեղասպանություն չէ, այլ երբ ցեղասպանություն իրականացնելը դիտվում է որպես թույլատրելի արարք, որպես իրավունք եւ դրանով արդարացվում է մարդկության դեմ ուղղված հանցագործությունը։ Իսկ նման դրսևորումները, այո, կարծում ենք, որ պետք է քրեական պատասխանատվության ենթակա լինեն։ Ամփոփելով կարծում ենք, որ առաջարկվող փոփոխությունները պետք է դիտարկվեն մեր միջազգային պարտավորությունների համատեքստում եւ այս տեսանկյունից գտնում ենք, որ նպատակահարմար է պահպանել գործող օրենսգրքի կարգավորումները եւ այս մոտեցումը գործող օրենսգրքի մի կողմից եւ երաշխավորում է խոսքի ազատության իրավունքի իրացումը, բայց մյուս կողմից նաեւ արդյունավետորեն կանխում է այնպիսի արտահայտությունների օգտագործումը, որոնք կարող են խախտել անձանց իրավունքները, հասարակական կարգը եւ ի վերջո ուղղված լինել ցեղասպանության շղթմանը։ Շնորհակալություն։ Տիկին Ղազարյան, համեցեք։ Հարգելի գործընկերներ, նախ անդրադառնամ մի քանի ելույթներին, որոնք որ ուղղված էին նախագծի քննարկմանը, նախ նշեմ Տիկին Վարդանյանը, որ ասում է խնդիրը ո՞րն է։ Խնդիրը այն է, Տիկին Վարդանյան, որ դուք անկեղծ չեք։ Շատ լավ այնքան կանխատեսելի եք, անկեղծ ասած, որ արդեն գիտենք նույնիսկ նախագիծը եւ հանձնաժողով եկավ, ինչ ընթացակարգա ունենալու։ Շատ լավ գիտեք, որ 136-րդ հոդվածը ամբողջովին այն քրեական պատասխանատվությունը արարքի վերաբերյալ պարունակում է, բայց միևնույն է, օրակարգ լցնելու համար արդեն գործընկերներս նշեցին, չխորանամ, օրակարգ լցվելու համար այս նախագիծը պետք է գարաժում քննարկվել, լիագումար նիստերում, հատուկ ժամով եւ այլն։ Սա է խնդիրը, որ արձանագրվել է։ Իսկ ինչ վերաբերվում է ցեղասպանության ընդունմանը եւ չընդունմանը, եւս մեկ անգամ ասում եմ, ցեղասպանությունը ներ կոլեկտիվ հիշողությունը եւ որևէ մեկը չի պատրաստվում ցեղասպանությունը հերքել կամ ժխտել։ Ուղղակի թեմաներ կան, որ իրականում Հայաստանի Հանրապետության իրականության մեջ շատ էմոցիոնալ են եւ պետք չէ այդ թեմաների վրա կոնկրետ քաղաքական դիվիդենտներ հավաքել եւ ես կոչ եմ անում զերծ մնալ այլևս նման թեմաներ շահարկելուց։ Պարոն Դանելյանը նշեց ձեր համար նշանակություն ունի Լեմկինի ինստիտուտը եւ ես մի բան եմ ուզում նշել, իսկ ձեր համար նշանակություն ունի ՄԻԵԴ-ի որոշումները եւ ուզում եմ հիշեցնել, որ ՄԻԵԴ-ը վերջերս մարտի 1-ի վերաբերյալ որոշում է կայացվել եւ այս հարցով սպասենք ընթացքին։ Իսկ վերջում կոչ անեմ հարգելի գործընկերներից, որ հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն, ուստի ես եւս կոչ եմ անում բացասական եզրակացության արժանացնել նախագիծը։ Շնորհակալ եմ։ Արտվիկ Մինասյան։
Տիկին Ղազարյան, Տիկին Վարդանյան,